շատ անչափ ուրախ եմ, իմ առաջին մեծ ասեկների մեդալն է, կամ ընդհանրապես իմ առաջին մեդալն է, ասենց ավելի մեծ, շատ ուրախ եմ, ու անչափ շնորհակալ եմ բոլորից։ Գոհ ես քո ցուցաբերած խաղից։ Շատ։ Հաջորդը ինչն է լինելու։ Էլի որ մրցաշարն է որ լինի, աշխատելու ենք առաջինը լինենք, աշխատելու ենք ամեն ինչ անենք, որ միշտ առաջինը վերենք, ամեն ինչ անելու ենք մի խոսքով։ Թիմային ոգու մասին կուզեմ խոսես, ինչպիսին էր մթնոլորտ այս 3 օրերին կադրի ետևում, այն ամեն ինչ որ մենք չէինք տեսնում։ Շատ աշխուժ, բոլորը շատ ուրախ էին, որ հասել էինք մեդալի բոյի, բոլորը միահամուռ ամեն ինչ մեր համար անում էին, շատ ուժեղ բալետ էին անում մեզ, ու ես անչափ ուրախ եմ իրենց համար, ու շատ շնորհակալ եմ իմ տրիներին, որ այդպես միշտ իմ կողքին է, իրար հետ ամեն ինչ արել ենք, որ հասնենք այս մեդալին։ Հայաստանի Հանրապետության հավաքականը պատմական արդյունքներ գրանցեց, 2 բրոնզ, երբևէ չլսված չտեսնված արդյունք, գոհ եք հավաքականի խաղից։ Շատ, ես ի սկզբանե ասել եմ, արդեն երեք ես շեշտեցի, որ մեր հավաքականի մարզիկները շատ լավ ելույթներ են ունենում, իզուր չասեցի, եւ այսօր դա ապացուցեցին կրկին անգամ, երկուսն էլ արժանի տղաներ էին եւ ցույց տվեցին իրենց բնավորությունը, պայքարող տեսակ են երկուսն էլ, բոլորիս մեր հայ ազգին շնորհավորում եմ պատմություն կերտելու համար եւ հուսով եմ, որ սա սկիզբ կդնի նոր հաջողությունների համար։ Իրականում ամեն ինչն էլ դժվար էր, այս հուզական, այս մեր հողի ջրի մեջ այս ամեն ինչը դիմակայել է, այսքան մարդկանց հանրության առաջ պատվով ելույթ ունենալը իրականում շատ դժվար էր, բայց հաղթահարեցինք։ Տանը լինելը, տանը ելույթ ունենալը օգնում էր ինչ որ կերպ։ Ինչ որտեղ օգնում էր, ինչ որտեղ միգուցե խանգարում էր, բայց դա մեծ ազդեցություն ունեցավ մեր տանը, մեր երկրում ելույթ ունենալը միանշանակ մեծ ուժ տվեց մեզ եւ ավելի պատվով հաղթահարեցինք այս մրցաշարը։ Հաջորդ քայլը ունենալ աշխարհի չեմպիոններ, կրկնակի եռակի անգամ օլիմպիական չեմպիոններ եւ Եվրոպայի էլի կրկնակի չեմպիոններ։ Այսինքն պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը հոկտեմբերին Եգիպտոսում։ Այո, պատրաստվում ենք, հուսանք, որ մեր տղաները արդեն ուղեգիր կստանան, կընդգրկվեն top 32-ի մեջ եւ կունենան արդեն մասնակցություն։